Ժամանակները փոխվում են նաև իդեալներն ու հերոսները։ Իսկ ով է մեր ժամանակների հերոսը։ Անունները շատ են, փառահեղ ուղիներն ու էտալոնային օրինակները նույնպես։ Նվիրական եւ օրինակելի մի պատմություն է նաև Լևոն Սարգսյան արվեստագետի կյանքը։ Դեղագիտության մեծ գիտակը 42 տարեկանում որոշեց թողնել դեղագիտությունն ու զբաղվել նկարչությամբ։ Արվեստագետ Լևոն Սարգսյանի 95-ամյակն է։ Լևոն, ծնունդը շնորհավոր։ Հավաքվել են Լևոն Սարգսյանի արվեստով ոգեշնչված մարդիկ, իր մտերիմներն ու անծանոթները։ Իրան Լևոն Սարգսյանի կինը կոկորթում արցունքները խեղդելով է պատմում արվեստագետ ամուսնուց հետո իր ապրած 25 տարիները։ Լևոն, բայց գիտես որն է զարմանալի։ Քո գնալուց հետո անգամ 25 տարի անց երբ բացում եմ քո սիրո հուշերի գիրքը, որը երբեք չբարփակվեց, եւ թերթում եմ քո սիրո հնչյուններից կազմված տողերը եւ էջերը եւ փորձում եմ հատիկ քո ասած ձևով խորանալ մեկ բացել էջերը վերջը տեսնելու համար, բայց զարմանալի է եւ անիրական, որովհետև 25 տարի հետո էլի վերջը չեն տեսնում։ Լևոն Սարգսյանի կերպարը հատուկ է ընտրել Սարգիս Գոքորյանը, ընթերցողն ունի օրինակելի կենսագրության եւ պատվաբեր վարքի կարիք։ Իսկ Լևոն Սարգսյանի կյանքն ու գործը հեղինակը վստահ է, կարող է օգնել պատանիներին ճիշտ ձևավորվել եւ կայանալ։ Իմ խնդիրն է գտնել եւ մեր հասարակությանը ժամանակակից ընթերցողին ներկայացնել իսկապես օրինակելի մարդկանց, որոնցից պետք է սերունդները սովորեն, որովհետեւ մենք այսօր աղավաղված հասարակության մեջ ենք ապրում դժբախտաբար։ Փակագծեր բացել չի ուզում Սարգիս Գոքորյանը, միայն ասում է ամենասկանդալային գրքերն են տեղ գտնելու Իմ դարի օրինակելի շարքում։ Եվ խոստանում է, շուտով ընթերցողի դատին է հանձնելու մի գիրք, որը վստահաբար փոխելու է ընթերցողի աշխարհայացքը։ Այս տարի ինչ որ առումով նաև կանանց տարի է, սպասվում են ամենասկանդալային գրքերը այս շարքի, որովհետև շարքը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուրի համար։